Ասելա, որ եթե իր կասկածները հաստատվեն, իրեն ոչ ոք ու ոչ մի բան չի կանգնեցնի։ Նարը մեր ընտանիքների միջև թշնամություն կա ու ես այդ ընդունում եմ, բայց նաև հասկանում եմ, որ իմ ընտանիքը քո ընտանիքին ոչ մի բան չի անի, որովհետև ես էստեղ եմ։ Բայց Վրամին ոչ ոք ու ոչ մի բան չի կարա կանգնեցնի։ Մենք շատ լավ գիտենք Վրամին, գիտենք, որ եթե նույնիսկ բարկացած է, դեմը առնել չի լինի։ Ուր մնաց հարցը Հայկին վերաբերի։ Հաստատ աչքերի դեմը կսևանա։ Նարը ես վախենում եմ, ես Հայկին չեմ կարա տեսնեմ, ոչ մի բան չեմ կարա ասեմ, չեմ կարա բացատրեմ։ Դրա համար միակ տարբերակս քեզ խնդրելն է։ Պետքա քեզ խնդրեմ, որ այնպես անես, որ Հայկի կյանքը չվտանգվի։ Այսինքն քո ասածից դուրս է գալիս, որ Հայկի կյանքը փրկելու ու պաշտպանելու միակ ձևը իրանից հրաժարվելն է։ Հա, Սոնա։ Իմ սերն է Հայկի կյանքը վտանգում։ Դու մտածում ես, որ ես ուզում եմ Հայկին վնասեմ։ Ես տենց բան չասեցի։ Բայց տենց է դուրս գալիս քո խոսքից։ Հա, ես քեզ որպես քույր հասկանում եմ, որովհետև ժամանակին ես էլ եմ անհանգստացել Վրամի համար։ Բայց ես ու Հայկը այս որոշումը կայացնելուց առաջ շատ լավ հասկացել ենք հետևանքների մասին ու շատ լավ հասկացել ենք, թե ինչ իրադարձություններ են մեզ սպասվում։ Բայց միևնույնն է, իրար ընտրել ենք, որովհետև չենք կարողացել ուղղակի իրար բաց թողնել։ Մենք չենք որոշել, որ իրար շատ ենք սիրելու։ Քեզ ինչ է թվում, իմ համար հեշտ է։ Ես լավ վիճակում եմ։ Եթե դու մենակ լսել ես, թե Վրամը ինչ է ասում, ես նաև լսել եմ, թե ինչ է ասում պապան։ Ես խելագարվում եմ իմ մտքերից, վախերից, սարսափում եմ ես։ Ու եթե անգամ ես հիմա թողնեմ Հայկին, միևնույնն է, Հայկը ինձ չի թողնելու։ Մի րոպե, Նարե, պապատ ինչ է ասել, պապատ էլ է կասկածում։ Ես հասկանում եմ, հիմա սխալ է քեզ այս ամեն ինչի մասին պատմելը, բայց ես չգիտեմ ինչ անեմ։ Ես մենակ եմ։ Ես չգիտեմ ում հետ խոսամ, կիսվեմ, բացատրեմ։ Նարե կլինի խոսես, արդեն իմ սիրտն էլ է կանգնում, ասա հասկանամ ինչ է կատարվում։ Սոն, ես քեզ անկեղծ եմ ասում։ Ես 1000 անգամ փորձել եմ բաժանվել Հայկից։ Ամեն առիթ օգտագործել եմ, որ հեռու մնամ իրանից, բայց չի ստացվել։ Ու ինչքան ես ամեն անգամ փորձում եմ հեռու մնալ իրանից, այնքան ավելի եմ կապվում հետը։ Նարե կլինի ասես պապատ ինչ է ասել, ինչ ես լսել։ Ես չգիտեմ դու ինչ հույսով կամ ակնկալիքով ես եկել, բայց եթե մտածում ես, որ քո առաջ 10 տարի առաջվա Լալանա չարաչար սխալվում ես։ Քո պատճառով ու քո շնորհիվ իմ մեջ շատ բաներ են փոխվել։ Ասում ես փոխվել է, բայց այդպես էլ չես սովորել մարդկանց տարբերակել։ Չես սովորել, Լալա։ Ում հետ ես գործ բռնում, աբոյի։ Հա։ Դու ես իրան գտել, թե ինքն է քեզ գտել։ Ինչ ես անում, Լալա։ Ինչ ես անում։ Այն ինչ անում եմ քեզ ընդհանրապես չի վերաբերում։ Ինքը ուղղակի հարմար մեկին գտել է ու փորձում է օգտագործել իմ դեմ։ Հիմա ուղղակի լսի ինձ ու գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ես քեզ արդեն ասեցի, որ 10 տարի առաջվա խեղճ երեխան չեմ, որ քեզ ենթարկվեմ։ Դու ինձ քո կյանքից ջնջել ես, ես էլ ընդունել եմ, որ ախպեր չունեմ։ Ես իմ մեջ քեզ թաղել եմ նույն կերպ, ոնց դու ինձ ժամանակին քո մեջ թաղեցիր։ Հիմա դու ոչ մեկ ես ինձ համար, ու իրավունք չունես ասելու, թե ես ինչ անեմ։ Ես եկել եմ ու չեմ գնա այնքան ժամանակ, քանի դեռ ուզածից չեմ հասել։ Իսկ որն է ուզածդ։
Կասես, որ նա ուզածդ։ Եկել ես աբոյի հետ գործ ես բռնում, հա, դա է ուզածդ, թե ինձ կործանելն է ուզածդ, թե Աշոտի մասին բոլորին պատմելն է ուզածդ։ Ինչի ես այսքան ժամանակ լռել ու վերադարձել ես հիմա ու որոշել ես վրեժ լուծել։ Նայում եմ քեզ ու ապշում եմ։ Գոնե ձևի համար հարցնեիր, ուր եմ եղել այսքան ժամանակ։ Ոնց եմ եղել, ոնց եմ ապրել։ Չէ, քեզ մենակ հետաքրքրում է, ես եկել եմ կործանելու, թե չէ։ Ոնց հասկանում եմ, քո կյանքում ոչինչ չի փոխվել։ Ես սրտաճմլիկ տեսարաններ չեմ սիրում, լալա, լավ գիտես։ Ուզում եմ հասկանալ, որն է գալուտ նպատակը։ Հա? Դու կարող ես ինձ ասել ինչ ուզում ես։ Ինչ ուզում ես կարող ես ասել, բայց աբոյից զգուշ մնա, լալա։ Դու ոնց չես հասկանում, որ քեզ կարող է օգտագործել աբոն, օգտագործել իմ դեմ։ Կլինի ծիծաղելի տեսարաններ չսարքես։ Ինձ հիմա փորձում ես համոզել, որ դու իմ համար անհանգստանում կամ մտածում ես։ Չէ, դու քեզ համար ես եկել։ Ուզում ես հասկանաս մինչև ուր եմ ես պատրաստ գնալ, ուզում ես հասկանաս ոնց պաշտպանել քեզ։ Ինչ ուզում ես մտածի։ Աբոն շատ լավ գիտի, որ դու ում քուրն ես։ Ու ինքը շատ լավ ձևերով կարող է այդ ամենը օգտագործել ոչ միայն իմ դեմ, այլ նաև քո դեմ, լալա։ Ոչինչ։ Ես շատ լավ կարողանում եմ ինձ պաշտպանել։ Մի անհանգստացիր։ Հնարավոր չի ինձ ցավեցնել, որովհետև ժամանակին ինքան ուժեղ հարված եմ ստացել, որ դրանից հետո ինձ ոչինչ չի ցավեցնում։ Ինձ համար մեկ է, թե ինչ կանի քո դեմ աբոն, կամ մեկ ուրիշը։ Եթե անգամ աչքիս առաջ հոգիդ փչես, կասկածում եմ, որ ձեռք կմեկնեմ։ Ինձ համար դու գոյություն չունես։ Եթե եկել էիր խնդրելու կամ հրամայելու, ասեմ, որ իզուր ժամանակ ես վատնել։ Իմիջայլոց, ես իմ պլանների մասին չեմ բարձրաձայնում։ Շուտով ինքդ կիմանաս, թե ինչի եմ եկել։ Նարե կլինի խոսաս։ Ինչ է ասել պապատ։ Վրամի ես պահվածքը պապայդ ասածների հետ կապ ունի։ Սան, դու ուղղակի ուշադիր եղե, թե Վրամը ինչ է խոսում, ուր է գնում ու երբ է դուրս գալիս։ Այդքան բան։ Նարեն հենց բաներ ես խոսում, որ սիրտս արդեն կանգնում է։ Դու հիմա պիտի գիտակցես ու հասկանաս, որ Վրամը առիթը բաց չի թողնելու Հայկին վնասելու։ Ու եթե կար ժամանակ, որ պապան դա չէր թողնում, հիմա հակառակը, պապան Վրամի կողքին է լինելու ու հրահրելու է դրան։ Դու շատ լավ գիտես, որ իմ ընտանիքը Հայկին թշնամի է ընդունում։ Ու բոլոր այն մարդկանց, ովքեր որ կապ ունեն Հայկի հետ, դավաճան։ Ու հիմա Վրամը հաստատ փորձելու է Հայկին ինչ-որ ձևով վնասի։ Իրեն ոչ մի բան չի կանգնացնելու։ Չեմ կարծում, որ քո ներկայությունը ինչ-որ բան է փոխելու։ Պապան եթե այն ժամանակ չէր թողնում, որ այդ տեղի ունենա, հիմա հակառակը։ Հիմա մի ստիպի, որ ես մանանամ։ Ուղղակի հավատա խոսքերիս։ Նարե, այսինքն դու այսքանը գիտակցելով ինձ մի հատ էլ նեղանում ես, որ քեզ խնդրում եմ այնպես անես Հայկի կյանքը չվտանգվի։ Դու այդքանը հասկանալով մեկը տարբերակներ ես ման գալիս, որ Հայկին հանդիպես։ Հայկը եթե հասկանա, որ դու իր հետ շփում չես ուզում ունենալ, ինքը քեզ հանգիստ կթողնի։ Ես ընդունում եմ, որ ամենավերջին մարդն եմ, որ այս ամեն ինչը պետք է քեզ ասեմ, բայց ամեն ինչ գնալով ավելի է վատանում, ոնց չես հասկանում։ Կներես։
Ինչ ես անում։ Լիլի ջան, նորմալ է, երբ որ մարդիկ ընկերություն են անում, իրար ձեռք են բռնում։ Բայց ինչի մենք ընկերություն ենք անում։ Հա ինչ ես պատասխան չեմ տվել քեզ։ Չէ՞։ Նայ Լիլի ջան, ես հիմա քեզ վերջին անգամ եմ հարցնում։ Դու ունես ընդամենը 5 վայրկյան պատասխանելու համար։ Ու այդ ժամանակ ամեն ինչ վերջնական կորոշվի։ Համաձայն եմ։ Ահա, տես հարցը չեմ տվել, բայց արդեն համաձայն ես։ Ես 5 վայրկյանի հետ էի համաձայն, ոչ թե ասածիդ։ Լավ, բայց ամեն դեպքում ես հարցս տամ, որ հետո խոսալու տեղ չունենաս։ Բայց էլի տենց միանգամից ես հարցնելու։ Այս ամեն ինչը պետքա սիրուն լինի, հա ինչքան էլ տարօրինակ աղջիկները ականջներով են սիրահարվում։ Ես ուզում եմ, որ այս ամեն ինչը սիրուն լինի։ Իսկ եթե ես սիրուն խոսալ չգիտեմ։ Դե գոնե փորձի, բացատրի, մի ձևակերպի, որ գոնե հիշելու բան լինի։ Ինչ-որ բան ես ուզում ասել։ Հա, ուզում եմ։ Ասա, լսում եմ։ Պապ, Սոնան ինչ-որ բան է ուզում ասել։ հա, Սոն։ Ասա։ Ես չէ, ուղղակի ուզում էի առաջարկեի կարողա հաց ուտեք սարքեմ։ Չէ, շնորհակալություն, աղջիկ ջան։ Ես մի քիչ օգնած եմ։ Գնամ իմ սենյակ, բայց դու ինձ պետք ես վրան։ Կիսատ գործեր կամ պիտի միասին որոշենք ոնց ենք անելու։ Եղավ, պապ ջան։ Սոն, ո՞նց ես։ Վատ եմ վրան։ Ինչի Սոն, ինչ ա եղել, կուզես հիվանդանոց գնանք։ Չէ, ուղղակի շատ վատ եմ։ Սոն, ասում հիվանդանոց գնանք։ Սոն, խոսա։ Աղջիկը ինչի չի պատասխանում է։ Հա ինչ, տենց բարդ մաթեմատիկական խնդիր եմ տվել լուծես։ Տենց մի բան։ Նիկո, բա դու երբ հասկացար, որ ինձ սիրահարվել ես։ Հենց առաջին ունաթից։ Այսինքն առաջին հայացքից, որովհետև հենց առաջին հանդիպմանը ես միանգամից մունաթ եմ եկել քո վրա, բայց դու էիր մեղավոր։ Հա, ընդունում եմ, ես եմ մեղավոր եղել, բայց չեմ փոշմանում։ Որովհետև եթե այդ ամեն ինչը տենց չլիներ, հիմա կարող է ամեն ինչ ուրիշ ձև դասավորվել։ Պատկերացնում եմ Սոնան ինչքան կուրախանա, որ իմանա մեր մասին։ Գիտես, չէ, ինքը միշտ ասում էր, որ դու իմ հանդեպ անտարբեր չես, բայց չէի հավատում։ Հետո նկատել էր, որ ես էլ անտարբեր չեմ, բայց չէի ընդունում։ Դե մի քիչ դժվար է, եսի։ Ինչի՞ չես խոսում։ Սոնայի անունն եմ տալիս դրա համար։ Լիլիթ, այս աշխարհում ինձ ոչ մի բան չի ցավացնում։ Իմ միակ թույլ կողմը այդ Սոնան է։ Դրա համար իր մասին մտածում եմ։ Հա, բայց այնպես է, որ Սոնան էլ քո հանդեպ միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել, ասեմ, իմանաս։
Չեմ կարող ընդունել, որ ինքը գնացել է այդ Ադամյանների տուն։ Մենե իր ոտքով։ Հա բայց երջանիկա, չէ։ Լիլիթ այդ սկիզբն է։ Ես իրանց ընտանիքը շատ լավ եմ ճանաչում։ Հետո ինքը փոշմանելու է, բայց ձև չի ունենալու դուրս գալու այդ ընտանիքից։ Երես չի ունենալու։ Հա բայց ինչի՞ ես տենց ասում։ Որովհետև ես այդ Ադամյաններին շատ լավ գիտեմ։ Բայց Վռամը իրոք սիրում է Սոնային։ Հա ինչ, լուրջ եմ ասում։ Վռամը իրոք սիրում է Սոնային։ Իր ընտանիքի մյուս անդամների մասին ոչ մի բան չեմ կարող ասել, բայց ամենայն դեպս եթե հանկարծ Սոնային ինչ որ մեկը նեղացնի, Վռամը իրան կպաշտպանի։ Նենց էլ չի Սոնան տենց խեղճ աղջիկա, ինքն էլ իրան լավ պաշտպանում է։ Ախր բանը պետք է չհասնի նրան, որ Սոնան ինքը իրան պաշտպանի։ Դե չգիտեմ։ Բայց մի տխրի էլի, որ դու տխրում ես, իմ տրամադրությունն էլ է փոխվում։ Լիլ, ես քեզ այնքան շատ եմ սիրում։ Գիտեմ, դու էլ ինձ։ Ես ասում եմ, որ նեղություն չքաշես։ Դե այդ համարվում է սիրում քայլ, չէ՞։ Սոն ջան, ինչի համար չես ուզում հիվանդանոց գնանք։ Վռամ ուղղակի ուզում եմ, որ կողքս մնաս։ Հա, Սոն, կողքդ եմ։ Վռամ ամբողջ օրը կմնաս կողքս։ Ես լսեցի, որ պապատ ասեց, ինչ որ տեղ պիտի գնաք, ինչ որ կիսատ գործեր ունեք անելու։ Կլինի չգնաս, կլինի կողքս մնաս։ Դու քեզ շատ տարօրինակ ես պահում, Սոն։ Վռամ տարօրինակ ոչ մի բան չկա, ուղղակի էմոցիաներս ու զգացմունքներս իրար են խառնվել։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ։ Սոն, դու մերոնց հետ ինչ-որ խնդիր ունես։ Չէ, ոչ մի խնդիր էլ չունեմ։ Հաստատ։ Հա, հաստատ ուղղակի Վռամ մերոնց եմ կարոտում։ Օրվա մեջ 1000 անգամ հեռախոսը ձեռքս եմ վերցնում, ուզում եմ զանգեմ, հետո հիշում եմ, որ չի կարելի։ Նորմալ է, Սոն։ Տենց էլ պիտի լիներ։ Քեզ ոչ մեկը խոսք չի տվել, որ հեշտ է լինելու։ Բայց ոչ մեկ չէր ասել, որ այսքան դժվար է լինելու։ Վռամ իմ մի կեսը երջանիկ է, իսկ մյուս կեսը մեռած է։ Ինչ ես ուզում ասես դրանով, Սոնա։ Ոչ մի բան, ուղղակի կիսվում եմ հետդ։ Ես ուրիշ ոչ մեկին չունեմ, ում հետ կարամ խոսամ ու հետը կիսվեմ։ Ես մերոնց շատ եմ կարոտում, պապային, Միքոին, Հայկին։ Մենք իրար հետ ենք մեծացել։ Իմ աղբերները միշտ իմ թիկունքում կանգնած են եղել։ Ես գիտեի, որ եթե Միքոն ու Հայկը կան, ես ոչ մի խնդիր չունեմ։ Ու եղել է ժամանակ, որ իրանք իմ կողքին չեն եղել, բայց դրանով ոչ մի բան չի փոխվել։ Իսկ հիմա Վռամ իրանք իմ աղբերներն են, բայց ինձ իրանց կյանքից ջնջել են։ Չնայած եթե իրանց ինչ որ բան լինի, ես ինձ չեմ ների։ Վռամ մեն ինչ որ եղել է, ես վստահ եմ, որ հնարավոր չի փոխել։ Ես հասկանում եմ, որ դուք բարեկամներ չեք կարա դառնաք, բայց ես մտածում եմ, որ գոնե այդ թշնամությունը կարա անցնի։ Գոնե ձեր իրար սպանելու ցանկությունը կանցնի։ Ինչի համար ես այսքան բան ինձ ասում, Սոնա։ Որովհետև երբ որ մեկին սիրում ես, ամեն ինչ անում ես, որ ցավ չզգա։ Նույնիսկ հարվածը քո վրա ես վերցնում, որ այդ ցավը մեղմանա։ Դու իմ սերը ոչ մի բանի հետ մի համեմատի ու մի չափի, Սոն։ Այս կյանքում շատ բաներ կան, որ ավելի առավել են, քան սերը, ավելի կարևոր են, քան սերը։ Այդ դեպքում ես ինչ գործ ունեմ այստեղ։ Այսինքն, Եթե սիրուց ավելի կարևոր բաներ կան,
Ինչի համար եմ ես իմ ընտանիքին, պապային, իմ աղբերներին ու իմ անցյալը մի կողմ դրել ու եկել քո մոտ։ Ինչի եմ այդ ամենը ու բոլորին ավելի ցածր դասել, քան ինձ ու քեզ ու մեր սերը կբացատրես։ Ստացվում է, որ իմ պապան ճիշտ է անում, որ չի ուզում ինձ տեսնի։ Սոնա, դու հիմա ուրիշ բաներ ես խոսում։ Ու իմ ասածները լրիվ շրջում ես։ Ուրեմն բացատրի հասկանամ։ Բացատրի ասածներդ հասկանամ ոնց կարա սիրուց ավելի կարևոր բաներ լինի այս աշխարհում։ Որովհետև քո ասածները ինձ մտածելու տեղիք են տալիս։ Լսում եմ, սպասում եմ, վրամ, խոսա։ Բարև Նարէ ջան։ Ոչինչ, որ քեզ բարևի չարժանացնեմ։ Վրամը տանն է, իր մոտ եմ եկել։ Կլինի ներս գամ։ Ես չգիտեմ տանը ով կա ու դու մոտ ես եկել, բայց կլսես ինձ միջև առաջ գնալդ։ Համ դժգոհում ես ներկայությունիցս, համ էլ հետս խոսալու առիթ ես ման գալիս։ Այդ առիթը դու ես ստեղծում։ Լսել եմ քո Վրամի հարաբերություններն էլի վատացել են, հա։ Լսել ես, թե նպաստել ես, որ իմ ու Վրամի հարաբերությունները նորից վատանան։ Սկզբում պապային էիր իմ դեմ տրամադրում, հիմա էլ փոխել ես մարտավարությունդ։ Ցույց ես տալիս, թե իբր ոչ մի բան չես անում։ Բայց ես հո գիտեմ դու ով ես։ Ես գիտեմ դու ինչ տեսակ ես։ Ես գիտեմ, որ դու տականք ես։ Էս էլ նոր ձև է, հա։ Ամեն ինչում ինձ ես մեղադրում, ինչա թե հետս շփվելու առիթ ունենաս։ Դու գժվել ես։ Բա ինչ մտածեմ, Նարէ։ Ով ես դու, որ ինձ հետևում ես։ Ով ես դու, որ հետևիցս գալիս ես ու տեղեկություններ ես տալիս մարդկանց։ Դու չես հասկանում, որ սենց ոչ մի բանի չես հասնելու։ Ասում ես, որ սիրում ես ինձ։ Լավ, ես ո՞նց ես սիրում։ Ոնց ես սիրում, որ ես ամեն օր ավելի եմ զզվում քեզնից։ Հետաքրքիր աղջիկ ես, գիտես։ Հայ ես կարող է սխալ բան եմ անում։ Կարող է իմ արածները այդքան էլ հասկանալի չեն, բայց այդքան վատը չեն, չէ՞, ոնց օրինակ հարազատ աղբորդ սպանողինը։ Ձենդ կտրի արմում։ Այս էլ իմ պայքարի ձևն է։ Ճիշտ է թե սխալ է իմ պայքարն է։ Իմ արածներն էլ այդքան վատը չեն, ոնց որ Հայկոյինը։ Թե քո սիրտ տանող միակ ճանապարհը անցնում է սպանությունների ու դավաճանությունների միջով։ Ես շատ լավ հասկանում եմ, թե դու խոսակցությունը ուր ես տանում, Սոնա։ Ես չգիտեմ ինչա կատարվում, բայց չեմ էլ հասկանում ինչ ես դու նորից փոխվում վրամ։ Բայց երևի ես էլ փորձություն, որ հասկանամ ով եմ քո համար։ Ինչի մինչև հիմա չգիտես ով ես իմ համար։ Վրամ, ինձ թվում էր ես գիտեմ, դեռ հույս ունեմ, որ իմ իմացածը ճիշտ է։ Բայց դու հասկանում ես, որ սերը զողողությունների մասին է ու ես իմը արել եմ, մնացել է, որ դու էլ անես։ Խնդրում եմ քեզ, նենց բան չանես, ինչի պատճառով ամբողջ կյանքս ես ինձ էլ քեզ էլ չներեմ։ Մի հատ կբացատրես ինչի համար ես այսքան վախեցած։ Ինչի ես մտածում, որ անպայման ինչ-որ բան պիտի անեմ, Սոնա։ Նենց ես խոսում, ոնց որ արդեն հստակ գիտես ինչ եմ անելու։ Ես ինչ պետք է իմանամ։ Ես գիտեմ այն ինչ որ դու ես ասել։ Ուրեմն Նարեի հետ ես առանձնազրույցներ ունեցել։ Կլինի այդ աղջկան հանգիստ թողնես։ Սոնա, այդ աղջիկը իմ քուրն է, որի համար ես պատասխանատու եմ։ Վրամ ես էլ եմ քուր։ Բայց երբ որ պահ եկավ ու իմ աղբերը եկել էր էստան դիմաց ուզում էր, որ ես իր հետ գնամ, ես չգնացի, որովհետև ամեն մեկս մեր որոշումների համար ենք պատասխանատու։ Սրանից հետո ինձ չհամեմատես այդ լակոտի հետ, հասկացար։ Նորմալ խոսա աղբորս մասին։ Մյուս անգամ, Սոնա, այս սխալը չկրկնես։ Չփորձես ձենդ բարձրացնես իմ վրա, հասկացար։
Քո ախպերն է, բայց իմ համար ինքը Մարգարի լակոտներից մեկն է։ Տենց եղել է ու տենց էլ լինելու է մինչև վերջ։ Ինչը քեզ անհանգստացրեց։ Ինչն էր ասածից մեծ սխալ։ Կարող է Հայկը չի սպանել աղբորդ։ Չնայած ինչ եմ ասում, դու երևի մոռացել ես այդ։ Ոչ էլ զարմանում եմ։ Հայկի ընկերուհին չէր Արփին։ Արփին էլ քուրդ էր, չէ՞։ Երբ ես վերջին անգամ Արփի գերեզմանին գնացել։ Թե այդ քեզ պետք չի արդեն։ Կարող է ամաչում ես։ Դու այն ժամանակեր էր, չէ՞ դրան սիրում։ Կարող է քեզ ձեռք էր տալիս են, որ Արփին արանքից հանեցին։ Ձենդ կտրի։ Երկուսդ էլ իրար արժանի եք։ Երկուսդ էլ սրբություն չունեք։ Ես մեկ-մեկ ինձանից զզվում եմ, որ քեզ եմ սիրում։ Հա, Նարե, ես ինչ չեմ հարգում, որ քեզ եմ սիրում, բայց ինչ անեմ, այդ անտերը իմ ուզելով չի։ Կարող է ես էլ եմ արդեն քո ձեռը գժվել։ Կարող է ես էլ նորմալ չեմ։ Բայց քեզ ասել եմ ու էլի եմ ասելու, դու իմն ես լինելու։ Ոստեղ արդեն սիրելը կապ չունի։ Այս պրինցիպի հարց է։ Դու ինչ շատ ես ցավացրել։ Դու ինչ շատ ես ստորացրել։ Բա դրա պատասխանը չես տալու։ Լավ հիշի, օրը գալու է ու դու խնդրելու ես, աղաչելու ես, որ իմ հետ լինես։ Իմ հետ լինելը քեզ փրկություն է թվալու։ Դու հիվանդ ես, Արմո։ Հա, հիվանդ եմ։ Ու այդ հիվանդության անունը էլ Նարե է։ Բայց ամենալավը գիտես, որն է, որ ես կամաց հասնում եմ իմ ուզածին։ Տենց բան երբեք չի լինելու։ Ես դեռ համբերում եմ։ Տեղը հասնում են մարդով կամաց է շարժվում։ Բայց ես ոնց որ ահագին դանդաղ, բայց կեսն անցել եմ։ Նարե, ամեն ինչ կարգին է։ Բարև Արմո։ Բարև Անիկտը։ Ես ինչի ես տեղ կանգնած մնացել։ Ներս արի։ Չէ, լավ եմ։ Վրամի մոտ է եկել, բայց գնամ արդեն հետո կգամ։ Ինչի։ Մոռացել էի, որ գործեր ունի։ Ես գնամ, հաջողություն։ Հաջողություն։ Բարի օր։ Բարև։ Լավ ես։ Հա, Ես քանի օր ոնց որ տրամադրությունդ լավ է, հա։ դե նորմալ։ Խանութում էիր։ Չէ։ Բայց ինչ ես անում։ Լալային եմ հանգալիս մի քո։ Իր անուն ազգանունով ինչքան մարդ կա, փնտրում եմ։ Փրփուրներից եմ կախվում, բայց դե ավելի լավ է սենց, քան ոչ մի բան չանեմ։ Օգնեմ։ Օգնի։ Դե խմելու բան բերեմ։ Նարե, ես ճիշտ հասկացա, Արմոյի հետ կռվում էիք, Մամա դրա անունը մի տուր, հա, խնդրում եմ։ բայց ինչ էր եղել։ Հետ ոչ մի բան։ Ուղղակի այս տան մեջ ով ոնց ուզում հետս խոսում է։ Ու գիտես ինչի, որովհետև անգամ իմ հարազատ ընտանիքի անդամները ինձ չեն հարգում։ Աղբերդ քեզ շատ է սիրում։ Լավ էլ հասկացար մի անգամից ում մասին եմ խոսում։
Լսի, Վրամեն սենյակից բարձր ձայներ են լսվում, ինձ թվում է վիճում են։ Ես բնականաբար ներս չմտա, բայց շատ անհանգիստ եմ։ Մամա ջան, ամուսիններ են ու նորմալ է, որ ինչ-որ խնդիրներ ունենան իրար հետ։ Ու ես չեմ հասկանում, այս տան մեջ բացի դրանից ուրիշ կարևոր բան չկա։ Նորմալ չի, որ դրա մասին չեք մտածում։ Նարե, Մամա, ես ուզում եմ մենակ մնամ։ հետը չի լինում խոսել։ Պարզ է, ես կգնամ։ Այ Տեր Աստված ինձ համբերություն տուր։ Սպասի Նարե։ Կլինի ինձ հանգիստ թողես։ Քո հարցերը չես կարողանում լուծել, Սոնային ես, չէ՞ խառնում։ Այսինքն դու գիտես, որ ես Սոնային շատ եմ սիրում ու չեմ նեղացնի։ Դրա համար էլ օգտագործում ես իրան, Նարե։ Ինչ ես խոսում։ Եթե քեզ թվում է, Սոնան ինձ ասելու է ու ես այդ լակոտին խնայելու եմ, դու սխալվում ես, Նարե։ Պիտի հասկանաս, որ այս ձևով կասկածներս ավելի ես հաստատում։ Ոչ մի կայքում չկա Միքո։ Ոչ մի ինֆորմացիա չկա այս մարդու հետ կապված։ Բայց որ գտնեմ, չէ, հենց գտնեմ բոլոր հարցերի պատասխանները կստանանք միանգամից։ Հայկո, Ասա։ հələ արի։ Էս լալան չի։ Լալանա։ Բայց ես ոնց գտար, գիտես քանի անգամ եմ փորձել։ Ոնց ասես գրել եմ անունը 1000 ձևով։ Դե ես է շատ պատահական գտա։ Տարբեր ձևերով անունը գրում էի, տարբեր լեզուներով։ Հետո ինչ որ հոդված բերեց, այդ հոդվածում Լալայի անունն կար։ Ինչ որ գործարանի բացում ա Ռուսաստանում։ Հələ միացրա, սպասի կարդանք, հələ տեսնենք ինչ կապ ունի Լալան այդ ամեն ինչի հետ։ Կարող է հենց սենց էլ հետքին կարող ենք դուրս գանք։ Եթե քեզ թվում է Սոնան ազդեցություն է ունենալու իր որոշումների վրա, Նարե, սխալվում ես։ Եթե անգամ ունենա էլ, այդ քո օգտին չի լինելու։ Սոնային խառնելով դու հարցերը չես լուծելու։ Ինչ է եղել։ Լավ, ես ինչ եմ արել։ Ինչ եմ ասել Սոնային, կբացատրես հասկանամ։ Ես երդվում եմ արդեն հոգնել եմ այս ամեն ինչից։ Անիմաստ մեղադրանքներ, մենակ Աստված գիտի ինչի համար արգելքներ վրամ, ես երեխա չեմ։ Ինչ շնչելու իրավունք էլ չես տալիս։ Նարե, դու շատ լավ գիտես ինչ ես արել։ Երեխեք ջան, ամոթ է, քույր ու աղբեր եք, նենց եք կռվում, ոնց որ թշնամիներ լինեք։ Ինչ է եղել, կբացատրեք։ Ուր էիր գնում, Նարե։ Քայլելու։ Կամ մեր բակում կքայլես, կամ ոչ միտեղ չես գնա։ Ինչ։ Նորից եմ կրկնում։ Ես երեխա չեմ։ Ու դու իրավունք չունես ինձ ինչ-որ բան արգելելու։ Դու իրավունքներից մի խոսի, դու քո պարտավորություններից խոսի։ Ցավում ա թող։ Ինչ ես անում, Վրամ։ Չես ամեն ինչը նորմալ չի։ Էս ինչա ձեր ձայները։ Գիտեք ուր ա հասնում։ Ինչ ա եղել։ Դու վստահության արժանի մարդ չես, Նարե։ Ու քանի դեռ ես սրա հակառակում չեմ համոզվել, դու տնից դուրս չես գալու։ Ես հասուն մարդ եմ։ Ու այս ամեն ինչը նորմալ չի։ Սրանից հետո քո նորմալը էս ա, Նարե։ Դու ուղղակի փորձի իմ ասածների վրայով անցնես ու կտենաս ինչա լինելու ու շատ շուտ կտենաս, որովհետև վատ լուրերը շատ շուտ են տարածվում, Նարե։ Սակո մի բան արա։ Ես ինչ անեմ, Անիկ։ Ինչ անեմ, ախպերն ա։ Եթե տենց ա որոշել, ուրեմն մի բան գիտի։